շատ սիրում եմ մարդկանցից աշխատել, ու այդ աշխատանքը պետք է նպաստի իրանց բնականաբար առողջությանը, տեսքին, ու որոշեցի, որ ասեղային հաստատել է եւ մասնագետել դե Հայաստանում մենակ դուք վերապատրաստման իհարկե առումով, դրանից հետո դե աշակերտներս գրավել է դասընթացի մեջ մանրակրկիտ բացատրել է, ես դեռ բժշկական սովորել տարիներին ունեի պրոֆեսոր, որ ասում էր, եթե մեկը ձեզ կբացատրի ինչ-որ մի բան կասի ու չի ասի, թե ինչի է տենց ասում, չի ապացուցի ասածը կամ չի բացատրի, ուրեմն չհավատաք իրեն, ուրեմն ինքը պրոստը խոսում է, ինքը դաժի իրան էր ասում, ասում էր հեղինակությանը մի հավատացեք, որ խոսքը հեղինակություն ունենա, արժեք ունենա ու բացատրություն ունենա, այդ ձեր դասընթացների մեջ է, երբ որ ասում եք ու կամ եթե մենք չենք պայմում ասենք ինչի տենց եղավ, դուք եք ասում, գիտեք, ինչի որովհետև ուտես բացատրում եք ամեն ինչը, ամենակարևորն է այդ մասնագետին, որովհետև հիմա շատ հագեցած տեխնոլոգիայի գիտության առումով դարա ու ցանկացած մարդ շատ արագ կարող է ինֆորմացիա ստանա, իսկ հիմա մասնագետին դա կարող է հաճախորդը հարցը ինքը կարող է պատասխանի, կամ մինիմում եթե չպիտի պատասխանեն ինձ կոպիտ տակից դուրս գա, որ ինքը չհասկանա, որ ինքը այդ հարցում ինչ-որ մի բան գիտելիքի բացումի վերապատրաստումները միանշանակ հրաշքային, որովհետև ցանկացած մասնագետ հասեղային է մտներ, հանես եւ այլն, բայց վերապատրաստումները միշտ ամեն մասնագիտության մեջ կարևոր են, որովհետև նույնիսկ հասեղային մազահեռացումը ժամանակի ընթացքում ինչ-որ բաներ է փոխում, գիտեմ, նոր բան են բացահայտում, օրինակ մազի աճի փուլում դա պետք է մտնի այդ ոնց որ ընթացքի մեջ հասնի մասնագետին, շատ ուրախ եմ, որ ամեն անգամ վերապատրաստելուց հետո դուք եք ձեր տեղում եք կանգնում, ես գիտեք ինչքան եմ ասում, որ դուք եք օգտվել, հիմա ինչ որ չեք ուսումնասիրում, այդ իմ համար շատ կարևոր է, որ դուք որ ինչ ինֆորմացիոն եք տալիս եք, բայց դուք մեկա տեղում եք կանգնում, գնում եք առաջ, ես նոր իմացա դու նորից մեզ եք փոխանցում, ամենագրավիչ, ամենակարևոր բաներն են մասնագետների համար, որ իրենք սնվելու տեղ ունենան, որովհետև իմ համար Հայաստանում չկան այդ վերապատրաստող մասնագետ, ումից ես կարամ ասեղանի գիտելիքից ինձ սնվել, ինչ-որ մի բան ստանալ, որ այսօր կմտնեմ օրինակ ԵՌԻԼ կնայեմ, ինչ-որ մի բան կսովորեմ, այդ մենակ դուք եք ձեր էջերն են, ձեր բլոկներն են,